Ժորժան, երևի տեսել եք, որ կառավարության նիստում մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը պատկան մարմիններին հրահանգեց, որ գնան եւ փակեն մի խանութ, որտեղ ըստ իշխանությունների տեղեկությունների գնորդին առաջարկել էին նույն ապրանքի գինը կանխիկ առևտրի դեպքում մի գումար, որ լինի, անկանխիկի դեպքում այլ արժեք։ Եվ իհարկե գնորդին ավելի, այսպես ասած, շահագրգռել էին, որպեսզի կանխիկ գնում անի եւ ավելի էժան վճարի, եւ այս առիթով Նիկոլ Փաշինյանը պատկան մարմիններին ուղարկում է, որ այդ խանութը փակեն, բայց որևէ մեկը չի ասում, ինչու է այդպես լինում, հա։ Կան գնահատականներ, որ վատ է, դե պարզ է իշխանությունների համար ոչ կանխիկի դեպքում շատ ավելի վատ է, հարկերը չի երևում, հարկերը չի վճարվում, ճիշտ, հա, բայց որևէ մեկը խորքային խնդրի մասին չխոսած։ Այսինքն չասեցին, բա ինչու են բիզնեսի ներկայացուցիչները այդպիսի քայլի դիմում, որովհետև սխալ հարկային քաղաքականություն է վարում պետությունը։ Եվ որևէ մեկը դրա մասին չի խոսում։ Որևէ մեկը նիստի ժամանակ կառավարության չասեց պատկան մարմիններից, գիտեք, պարոն վարչապետ, միգուցե հարկերը նվազեցնենք, որտեղ բիզնեսը չի դիմանում, որտեղ մենք հարկերը այնքան ենք բարձրացրել, որ մարդիկ ստիպված գնում են ստվեր, որպեսզի մի բան էլ աշխատեն։ Այս սա է ամենակարևորը, որ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսը վճարում է նույն հարկաբանը, տեսակ, այսինքն նույն հարկի տոկոսադրույքն է վճարում։ Այս սա է սխալ, որ պետքա լինի ոչ համահարթեցված հարկային դաշտ, ինչպես միշտ մենք ոչ թե խորքային լուծումներ ենք տալիս խնդիրներին, այլ հետևանքներին գնահատականներ։ Եվ կառավարությունը տուգանում է մարդկանց, ասում է գնացեք բիզնեսը փակեք, բայց դա չի կառավարության գործառույթը։ Կառավարության գործառույթը դա ճիշտ հարկային քաղաքականություն վարելն է, որպեսզի բիզնեսը ոչ թե փակվի, այլ բիզնեսը բացվի, զարգանա եւ ավելի շատ հարկ վճարի արդյունքում։ Եթե շատ բիզնես ունենանք, շատ ընկերություններ, շատ խանութներ, շատ մի խոսքով բիզնես, մենք կունենանք ավելի շատ հարկ եւ ոչ թե մենք կփակենք, կտուգանենք, դրա արդյունքում պետությունը չի շահում։ Դրա համար պետքա վարել ճիշտ հարկային քաղաքականություն, այնպիսի, որպեսզի լինի adekvat բիզնեսի համար եւ բիզնեսը կարողանա ոչ թե փակվի, այլ զարգանա, ավելի եւ ավելի զարգանա, որպեսզի ավելի լավ լինի պետության համար, ավելի շատ աշխատատեղ լինի, ավելի շատ հարկ վճարվի, համ մարդիկ իրանց լավ զգան, համ էլ արդյունքում պետությունը։ Ժորժան, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ բաժանորդագրվեք իմեջին։ Ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ։